Սիրելի հայրենակիցներ, 2 ամսով հետաձգել էին այս նախագիծը, վերջը բերեցին։ Բերեցին, բայց 60,000 այն քաղաքացիները, որ անցնող ամիսներին ստորագրահավաքով իրենց ստորագրություն էին դրել, որ Հայաստանը սլանում է դեպի Եվրամիություն, նախագծում որպես ժողովրդի կամարտահայտություն էին ներկայացնում։ Եկավ հասավ երկրորդ ընթերցում, կառավարությունը որոշեց, որ այդ 60,000-ը ժողովրդի կամարտահայտություն չէ։ Ձեր կամարտահայտությունը հանեցին դրեցին մի կողմ։ Եվ հիմա այլևս ժողովրդի կամարտահայտությամբ չի, որ ազգային ժողովում բերել են Հայաստանը սլանում է դեպի Եվրամիություն։ Երկրորդը, սիրելի հայրենակիցներ, Հայաստան խմբակցությունը չի մասնակցել այս հարցի քննարկմանը, քվեարկությանը, որովհետև այն նախագիծը, որը բերել է, սա օրենք չի, օրենքի ծաղր է։ Օրենքը, երբ որ ազգային ժողովը ընդունում է նախագահը վավերացնում է, օրենքը պարտադիր է կատարման։ Օրենք չկատարելը անօրինականություն է։ Բայց հիմա, եթե այս օրենքը ընդունվի, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ես առավոտվանից գիշեր այս ամբիոնից խոսեմ, որ ես դեմ եմ Եվրամիության անդամակցությանը, Եվրամիության անդամակցությունը հանցագործություն է, մեկը չի կարող պատասխանատվության ենթարկել։ Ոչ մեկ չի կարող պատասխանատվության ենթարկել։ Պարոն Զեյնալյանը այստեղ տոնական ասեց, այ Հայաստան Եվրամիություն այդ համատեղ խումբը ողջունել է։ Արմեն Գևորգյանը հարց է տվել, Եվրամիության որևէ պաշտոնյայից արձագանք եղել է։ Պարոն Զեյնալյան, այդ արձագանքները այդքան աղքատիկ էին, որ Երևանում համատեղ նիստի հայտարարությունից բացի որևէ ուրիշ ողջունի խոսք չկարողացավ մեջ բերել։ Այդքանը։ Շնորհակալություն։ Արմենուհի Գյուրեղյան, համեցեք Տիկին Գյուրեղյան։ Դահլիճում լռություն, խոսում են ամբիոնից։ Սիրելի հայրենակիցներ, երբ առաջին ընթերցման ժամանակ ես պարոն Զեյնալյանին հարց տվեցի, արդյոք 60,000-ը ժողովրդի կամքը ձևակերպելու հնարավորություն է տալիս եւ ոչ թե 2.5 միլիոն չստորագրածները, պարոն Զեյնալյանն ասեց այո, եւ այսօր դեռ ավելին նա ասում է հասարակական հարցումներով ենք մենք հանել այդ ժողովրդի կամքը։ Հիմա փաստացիորեն դուք ընդունեցիք, որ այո, ժողովրդի կամքը ձևակերպելու համար 60,000 ստորագրություն առ ոչինչ է։ Հայտարարում եք Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Նախորդ քննարկման ժամանակ ես փոխնախարարին հարց ուղարկեցի, բայց եզրափակիչ ելույթի ժամանակ պարզապես այդ փոխնախարարը ներկա չէր։ Նորից եմ կրկնում հարցս։ Անդամակցելու գործընթացի մեկնարկը, ինքը գործընթաց է, նշանակում է քայլերի հաջորդականություն է։ Նշեք առաջին 4, 5, 3 քայլերը, որոնք դուք դիտարկում եք որպես մեկնարկային քայլեր, որոնք է լինելու այդ քայլերը, ինչ է անելու Հայաստանի Հանրապետությունը եւ եթե հանկարծ չանի, խորհրդարանը պահանջի կառավարությունից ինչու չի արվել եւ ինչու է սխալ արվել։ Ես խնդրում եմ, փոխնախարար, պատասխանեք կառավարությունը ինչպես է պատկերացնում առաջին 5 քայլը մեկնարկային, նախաձեռնող պարոն Զեյնալյան, դուք ինչպես եք պատկերացնում առաջին 5 քայլը այս մեկնարկային գործընթացի։ Ես սպասում եմ ձեր այդ պատասխաններին։ Իսկ իրականում այս օրենքը օրենք չի, ծաղր է։ Մարիա Կարապետյան, համեցեք։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ոչ միայն այսօր այս դահլիճում, այլև այս օրենքի քննարկման նախորդի փուլերում շատ հաճախ է հնչում այն հարցը, թե որ կառույցներն են ողջունել այս օրենքի ընդունումը կամ քննարկումը, ավելի ճիշտ կլինի ասել։ Ես հարկ եմ համարում առնվազն իմ կարծիքը արտահայտել այս հարցի առնչությամբ։ Իսկ մենք արդյոք ցանկանում ենք, որպեսզի դեռևս Հայաստանի Հանրապետության խորհրդարանում քննարկվող օրինագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ երկիր կամ կառույց կարծիք արտահայտի։ Ես կարծում եմ, որ ոչ։ Կան այդպիսի դերակատարներ, որոնք հաճախ իրենց իրավունք են վերապահում Հայաստանի ժողովրդի պատմական շահերի մասին խոսել, թե Հայաստանի ժողովուրդը ինչպիսի ընտրություն պետք է կատարի կամ չկատարի։ Ես այդ ամենը չեմ ողջունում։ Եվ նույն կերպ էլ այս օրենքի քննարկման ընթացքում որևէ շատ չափից դուրս մեծ ողջունման ժեստ ես կհամարեի միջամտություն Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Ձեզ էլ առաջարկում եմ չփորձել Հայաստանը դնել ձեզ ծանոթ սցենարի մեջ եւ այդ հարցի առաջադրմամբ փորձել առաջացնել այնպիսի տպավորություն, թե մենք որևէ ցանկանում ենք, որ որևէ երկիր միջամտի մեր ներքաղաքական հարցերին։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է իհարկե, եւ պետք է նաև նկատել, որ արտախորհրդարանական քաղաքական ուժեր կան, որոնք աջակցել են այդ քաղաքացիական նախաձեռնությանը, եւ մինչեւ այդ օրենքի այս դահլիճում քվեարկվելը եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշում դառնալը որևէ արտաքին ուժի կողմից միջամտություն այդ գործընթացին ողջունելի չի։ Կառավարությունը երբ կշփվի արտաքին դերակատարների հետ, այդ պարագայում էլ այդ արձագանքները կլինեն մեր կողմից ողջունելի եւ ընդունելի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Արմանի Եղոյան, համեցեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն, ես խոսք ուզեցի պատասխանելու համար մեր ընդդիմադիր գործընկերների մի քանի դիտարկումների ժողովրդի կամքի հետ կապված։ Տեսեք, որն է հարցը։ Ժողովուրդը իր կամքը արտահայտում է հանրաքվեների եւ ընտրությունների միջոցով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությունով ձևավորված արդյունքներն են համարվում ժողովրդի ուղիղ կամ արտահայտություն։ Ազգային ժողովը օրենքներ ընդունելիս հանդես է գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչ։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ընդառաջելով նաև կառավարության դիտարկմանը, մենք այդ հատվածը հանել ենք օրենքից։ Սա չի նշանակում, որ 60,000 քաղաքացու դիրքորոշումը էական չի, բայց սա նաև չի նշանակում, որ մենք կարող ենք անտեսել 60,000 քաղաքացու դիրքորոշում։ 60,000 քաղաքացի ներկայացրել է իր առաջարկը, մենք այն կարող ենք կամ ընդունել, կամ մերժել, սակայն ընդունելուց ճիշտ չէր լինի, որ մենք արձանագրեինք, որ մենք արտահայտում ենք ամբողջ ժողովրդի կամքը, որովհետև դրա համար կա մեկ այլ ինստիտուտ, հանրաքվեն։ Քանի որ հարցը հանրաքվեով չի որոշվում, այս նկատառումով այդ նախադասությունը հանվել է, որևէ ինչ-որ կոնսպիրոլոգիա կամ որևէ դավադրություն ամենևին չկա։ Քայլերի վերաբերյալ Տիկին Գյուլիան, Եվրոպական միության անդամակցության քայլերը ձևակերպված են Եվրամիության համապատասխան փաստաթղթերում, նախ հիմնադիր պայմանագրերում, հետո արդեն ավելի մասնավորեցված են իրենց ենթաօրենսդրական ակտերում, այսպես ասած, դա անդամակցության հայտ ներկայացնող կամ անդամակցության ձգտում ունեցող պետությունների օրենքներում այս փուլում չի գրվում։ Այս օրենքը արտահայտում է կամքը։ Հետագայում արդեն այդ քայլերը ձեռնարկելու համար մենք պետք է նայենք, թե ինչպես են վարվում իրենց օրենսդրության համապատասխան, իրենց անդամակցության գործընթացով անցնելու համար։ Եթե ամբողջը մենք այստեղ գրեինք, դա կարող է կազմել հազարավոր էջեր։ Դա տրամաբանական չէր լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան, Արծվիկ Մինասյան, համեցեք։ Անպայման։ Լրություն դահլիճում։ Սիրելի հայրենակիցներ, մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է։ Երկրորդ ընթերցմանը ներկայացրել Եվրոպական միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագիծը։ Այս հարցի վերաբերյալ մեր խմբակցությունը մանրամասը Ավոր Պաչաչի ներկայացրել է իր դիրքորոշումը, ինչպես նշվեց, չի մասնակցել քվեարկությանը։ Մեր դիրքորոշումը ոչ միայն մնացել է անփոփոխ, այլ ավելի ամրապնդվել մեր խոսքերի ճշմարտացիությունը։ Ուզում եմ հիշեցնել ընդհանուր ուղղություններով։ Առաջինը, որ Հայաստան եւ ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացման ընթացք, ինչի հիմքը ՍԵՊ-ը համաձայնագիրն է եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները ուղղակի անգործության են մատնված,
ամենապարզ օրինակը վիզաների ազատականացման շրջանակներում է, երբ որ ոչ մի նորմալ գործողություն չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Էլ չասած հսկայական ճանապարհային քարտեզը, որ կա ու այս ուղղությամբ բան չեն անում։ Ավելին, ներկա իրավիճակում աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում նման կտրուկ շրջադարձը Եվի քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաև վտանգավոր դրսևորումներով։ Մյուս կարևոր դիտարկումը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս շատ հեռու է Եվրոպական միության անդամակցության նույնիսկ տեխնացուի կարգավիճակի համար պահանջվող կոպենհագենյան չափանիշներից եւ այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակներում եւ այսօր անպայման հայտարարություններ անել եւ այն էլ վերել այսպիսի մի ըստ էության հայտարարություն, բայց ոչ օրենք եւ պարտադրել Հայաստանի parlamenti նման օրենքի ընդունումը դա մերժելի է։ Անդրադառնալով պատգամավորների, մեծամասնության պատգամավորների արձագանքներին, նախ Մարիա Կարապետյանը, որ ասում է, եթե որևէ երկրի կամ որևէ կառույցի խոսքը Հայաստանի եվրոպական այս գործընթացի մասով միջամտություն պետք է համարել, այդ ինչ է ջերմեռանդությամբ չեք գնահատում միջամտություն չհրապարակված ճակերտավոր խաղաղության պայմանագիր կամ համաձայնագրի վերաբերյալ ձեր խնդրանքով միջ այլ պետությունների հայտարարություններին ու հանկարծ այս հարցով որոշեցիք, որ Հայաստանի ինքնիշխանությանն ենք, հա, վնասում։ Շատ հետաքրքիր է։ Անդրադառնալով մյուս ելույթ ունեցողի խոսքին, թե ժողովրդի կամքի արտահայտումով եւ այլն, ամենևին տվյալ դեպքում այդ ձևակերպման մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին, որ սահմանադրությունը հստակ պահանջ է սահմանում, անդամակցությունը հանրաքվեով պետք է իրականացվի։ Մնացած ամեն ինչը ձևական են։ Ավելին, բոլոր իրավասությունները, բացառիկ իրավասությունները Հայաստանի կառավարությանն են տրված այդ բանակցությունները վարելու եւ ոչինչ չի խանգարում այսօր այդ նորմալ ընթացքով գնալու։ Եվ վերջում շատ կարեւոր է անդրադառնալ նաեւ հենց իրավական ասպեկտին։ Ես իհարկե խիստ զարմանում եմ, որ պարոն Զեյնալյանը համառորեն եւ հետեւողականորեն այս ըստ էության իրավունքի նվազագույն պահանջներին չբավարարող հայտարարությունը փորձում է ներկայացնել որպես այնց լավ օրենք, սա օրենք չի, սա օրենքի որևէ չափանիշի չի բավարարում, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա մի բաժակաճառ է հայտարարության տեսքով, որը բացարձակ կապ չունի օրենք որպես վարկագծի պարտադիր, համապարտադիր նորմ պարունակող եւ պետության հարկադրանքով գործող կամ ներդրվող գործողությունների հետ։ Դա օրենքի տրամաբանությունից դուրս է։ Ավարտելով խոսքս, եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ այստեղ էլ ինչպես միշտ կառավարության առաջարկները հետևողականորեն չտարվեցին առաջ, նույնիսկ երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը ներկայացրել է, ավարտում եմ կարճ առաջարկություններ, որոնք նորից թե առաջին, թե երկրորդ ընթերցման ոչ մի բանի տեղ չի անցել։ Մեր խմբակցությունը, ինչպես որ հայտարարել ենք, զերծ մնալով նաև տարբեր տիպի ավել պակաս զրույցներից նորից հայտարարում ենք. մենք չենք մասնակցելու քվեարկությանը։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, այնուամենայնիվ Տիկին Կարապետյանի խոսքին հղում անելով պետք է նշեմ, որ մի դեպքում խոսքը գնում է ներպետական գործընթացներին, մի դեպքում խոսքը գնում է միջազգային գործընթացներին։ Այսինքն խաղաղության պայմանագիրը, միջազգային հարաբերությունները, դրանք միջազգային հարաբերություններ են։ Թե ինչ որ կորոշի Հայաստանի Հանրապետության ընտրված պարլամենտը իր երկրի ապագայի մասին, դա միգուցե այլ բան է, միգուցե տարբերությունը մի քիչ ուշադիր նայեք, պարոն Մինասյան։ Հայաստանի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, համեցեք պարոն Կոնջորյան։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մենք առաջին ընթերցման քննարկման ժամանակ արդեն իսկ հայտարարել ենք մեր դիրքորոշումը եւ նաեւ հայտարարել ենք մեր դիրքորոշումը քվեարկությամբ, սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի վերաբերյալ ըստ էության
եւ գլխադասային հանձնաժողովը եւ մենք մանրակրկիտ արտահայտել ենք կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը, ընդդիմության փաստարկները եւ հերթական անգամ քվեարկությանը չմասնակցելը, ըստ էության ոչ մի զարմանալի բան այստեղ չկա, որովհետեւ ինչ անում մեր հարգարժան խորհրդարանական ընդդիմությունը, երբ որ որևէ բան, որը Հայաստանի Հանրապետության իրական շահերի հետ կապ ունեցող է, մեռածա ձևանում ուղղակի։ Ասում չենք մենք հիշում եք նույն բանի, երբ որ այստեղ գալիս են sense թրով բանով ասում են մենք չենք մասնակցելու։ Այդ ինչ է նշանակում, այդ չենք մասնակցելու, համ դրա մեջ մի տեսակ փորձ կա խիզախություն հաղորդելու, համ միևնույն ժամանակ չես կարող խիզախաբար ձեռնպահ լինել, դրա համար մեռած ձևանալու լավագույն բանն է, որ ժողովուրդ ջան, մենք չենք տեսնում սա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ ազգային ժողովը նաև բան էր անում, հաստատում էր Եվրոպական միության դիտորդների Հայաստանում նրանց ուրեմն բանը, կանոնակարգը, էլի մեր խորհրդարանական ընդդիմությունը, որը ամեն օր խոսում է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների մասին, նորից որոշեց գնալ իր հավատարիմ ճանապարհով, մեռած ձևացավ։ Եվ հիմա էլ ընդ որում արդեն խաղաղության համաձայնագրի կոնտեքստում քննարկումների ժամանակ այս նույն ընդդիմությունը պաշտպանում է եւ մեղադրում է մեզ, այ թե դուք Եվրոպական միության դիտորդներին ուզում եք հեռացնել եւ իրենք սկսել են հիմա էլ պաշտպանել են, ինչը որ քննադատում էին երկար ժամանակ։ Հարգելի գործընկերներ, դուք ուղղակի խճճվել եք ձեր իսկ դիրքորոշումների բազմազանության մեջ եւ ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները եւ ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի արչև կանգնելու ճանապարհով եւ ինձ հիշեցնում է պարոն նախագահ 004 շրջաբերականի վերաբերյալ, այո, որովհետեւ դա հնարավոր չի մոռանալ, որովհետեւ այդ 00 մենք ուղղակի խնդրում ենք հրապարակել 001, 002 եւ 003-ը։ Ես պատկերացնում թե այդտեղ ինչ էր կան, պարոն Մինասյան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, համեցեք բան Զեյնալյան։ Վերջ այդ 004-ի հետ կապված հստակ որևիցե դիրքորոշում հայտնեցիք։ Չէ, վերջը ինչ որ հստակ բան հայտնեցիք այդ 004-ի հետ կապված։ Հա, բայց տարբեր բաներ եք ասում, պարոն Խաչատրյան, դուք ուրիշ բան եք ասում, պարոն Մինասյանը ուրիշ բան է ասում, պարոն Ռուստամյանը, տարբեր բաներ եք ասում։ Արզվեց կար եւ իրոք ճիշտ էր ինչ որ գրած էր, պարոն Սիմոնյան։ Խնդրեմ, պարոն Զեյնալյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, արդյոք օրենքի նախագծից երբ հանվել է արտահայտելով Հայաստանի ժողովրդի կամքը, օրենքը դադարել է արտահայտել ժողովրդի կամքը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված ակտերը արտահայտում են ժողովրդի կամքը։ Կարող էր այն ընդգրկվածնել օրենքում, կարող է նաև ընդգրկված չլինել։ Օրենքը արտահայտում է ժողովրդի կամքը։ Արդյոք երբ հանվել է այդ նախադասությունը, բառակապակցությունը, առ ոչինչ է դարձել 60,000 քաղաքացիների ստորագրությունը։ Բնականաբար ոչ։ Ոչ միայն 60,000 քաղաքացիների ազգային ժողովի կողմից օրենքը ընդունվելու պարագայում այն արտահայտելու է Հայաստանի ողջ ժողովրդի կամքը։ Իսկ հասարակական հարցումները, որոնք անցկացվել են, դա գիտություն է, սոցիոլոգիան եւ շատ մոտ է իրականությանը, որ 50%-ից ավելին Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցում է այս ուղուն։ Արդյոք սա անդամակցություն է։ Ոչ, սա անդամակցություն չի, անդամակցությունը լինելու է հանրաքվեով, ժողովուրդը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի անդամակցել Եվրոպական միությանը, այդ իրավական ակտը ընդունելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով։ Սա մեկնարկի վերաբերյալ գույքագրում է, երբ Հայաստանի Հանրապետությունը, պետությունը արձանագրում է իր իղձը։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնող խմբի անդամներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են ստորագրահավաքին, հավաքել են այդ ստորագրությունները, բոլոր նրանք, ովքեր որ գնացել են համայնքապետարաններ եւ դրել են իրենց ստորագրությունը, շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը արդյունավետ ակադեմիական բանավեճի համար, այդ թվում նաև հոդվածների տեսքով, ինչը
նպաստեց օրենքի էության լիակատար բացահայտմանը։ Կոչ եմ անում կողմ քվեարկել օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք։ Համեցեք, պարոն փոխնախարար։ Դահլիճում լռություն։ Շնորհակալություն, պարզապես արձագանքեմ, որ չստացի, որ խուսափում եմ հարցից։ Տիկին Գյուլիան, ինչպես Անեղոյանը նշեց, անդամակցության հետ կապված կա շատ ստույգ գործընթաց, բայց դա իրականացվում է անդամակցության հայտի ներկայացման դեպքում։ Այս օրենքի իրականացման հետ նշեցիք, ինչպիսի կան գործընթացներ, որոնք կարող են գնահատականի արժանանան ազգային ժողովի կողմից։ Դրանք մի քանիսն են։ Մոտ ապագայում, թերևս ամիսներ հետո, կընդունենք գործընկերության նոր օրակարգը, որը ներառում է թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ գործողություններ, որոնք ուղղված են Եվրոմիության հետ մեր առավել մերձեցմանը եւ համահունչ են այս օրենքի տեքստին։ Դրա հետ մեկտեղ ակտիվացնում ենք ՍԵՊԱ-ի համընդհանուր եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի իրականացումը։ Այդ հանձնաժողովի մաս է կազմում նաև ազգային ժողովը, հասարակական կազմակերպությունները եւ այստեղ նույնպես ազգային ժողովը դերակատարություն կունենա առավել վերահսկյալ գործընթացները, որոնք նույնպես համահունչ են այս օրենքին։ Դրա հետ մեկտեղ ոլորտային անախադեպ որոշումներ են ընդունվել։ Վիզայի ազատականացումը, նշվեց դժգոհությունը վիզաների հետ կապված, մենք իհարկե աշխատում ենք նաև վիզաների գործընթացների հեշտեցման ուղղությամբ, չեմ կարող ասեմ բավարար են այլ ջանքերը, բայց բացում են նոր վիզաների կենտրոններ, աշխատում են գործընկեր երկրների հետ նոր հիպատոսություններ բացելու, քանի որ քանակն է շատ մեծ, վիզաների ազատականացման հետ կապված բանակցությունները նույնպես բավականին ինտենսիվ են սկսվել եւ լավատես պետք է տրամադրված լինենք։ Դրա հետ մեկտեղ սկսել ենք անախադեպ ծրագիր պաշտպանության ոլորտում եվրոպական խաղաղության գործիքի ներքո, տնտեսական ոլորտում նույնպես դիմակայության եւ աճի ծրագիրը, որը սովորաբար տարվում է տեխնացու երկրների համար, կիրառվել է Հայաստանի դեպքում եւ մեծ ակնկալիքներ ունենք այստեղ։ Արդեն ունենք լավ լուրեր ավելի քան 10 տարի բանակցված ձկների եւ այդ արտադրանքի ներմուծման թույլատվությունը ստացվել է Եվրոմիության կողմից, այսինքն կան մի շարք ուղղություններ, որտեղ ազգային ժողովը ավելի ուժեղացված վերահսկման հնարավորություն կունենա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիկին Գյուլիան, ինչի եք տեղից բղավում։ Ամենաճիշտ բաները թեկուզ, ինչի եք տեղ։ Լավ էլի խնդրում եմ, տեղից մի բղավեք։ Հարցի քննարկումները ավարտվել է իդեպ։ Քվեարկություններն են սկսվում։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված մասնավոր պահնորդական գործունեության մասին, օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի ունեք, բան Եվան, ուղղակի ձեն չանեցիք։ Դե խոսում էիք ուրիշ մարդու հետ, չնկատեցի։ Համեցեք։ Հետո պարոն Եվան, դուք այնքան եք ընթացքում խոսում, որ կարծում եմ բոլորը արդեն ամեն ինչ գիտեն։ Համեցեք։ Ընթացքում ոչ չխոսանք, վերջում էլ չենք կարողանա ճիշտ խոսել, այդ է նպատակը ընթացքում խոսելու։ Ես էլի արձագանքեմ մի քանի դիտարկման, ես խնդրում եմ, շատ եմ էլի խնդրում, հարցերը մի մանիպուլացրեք, որտեղ ամեն դեպքում պետք չի ժողովրդին մոլորեցնել։ Պարոն Մինասյան, վիզաների ազատականացման երկխոսությունը, ես հոգնել եմ սա կրկնելուց ու արդեն հոգնել եմ կրկնելուց, որ հոգնել եմ սա կրկնելուց։ Որևէ կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ, ասոցիացիան համաձայնագրի հետ, վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դա առանձին process է, որը Եվրամիությունը սկսում կամ չի սկսում որևէ երրորդ երկրի հետ։ Ունեն Իսրայելի հետ, ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, հարավ ամերիկյան որոշ երկրների հետ։ Դա առանձին գործընթաց է։ Այդ երկրները երբեք Եվրամիության անդամ ոչ լինելու չեն լինելու, որտեվ ըստ հիմնադիր փաստաթղթերի միայն եվրոպական երկիրը կարող է լինել Եվրոպական միության անդամ։ Սա իր հերթին վիզաների ազատականացման երկխոսության ամենակարևոր մեկնարկը, արդեն իսկ ամենակարևոր փուլը այն է մեկնարկը, արդեն իսկ եղել է։ Ու նայել, ՍԵՊԱ-ում ասում էր, որ երբ կողմերը պատեհ համարեն, եւ կողմերը պատեհ են համարել, կողմերը պատեհ են համարել, այսինքն մենք միշտ ենք պատեհ համարել։
իրենց մոտ կա ներքին դիսկուրս միգրացիայի հետ կապված, որը հիմա ամենասուրբ փուլում է գտնվում։ Միգրացիայի դիսկուրսի ամենասուրբ փուլում անցած տարվա հուլիսին նման երկխոսության մեկնարկին հավանություն տալը, դա բարձրագույն քաղաքական մակարդակում կայացված որոշում էր Եվրամիության խոշոր երկրներում։ Սա ոնց կարելի է չգնահատել։ Պարզ է, չէ՞ որ սա տեղի ունեցել ամենաբարձրագույն քաղաքական մակարդակում տեղի ունեցած երկխոսության արդյունքում։ Մի հատ նայեք, այնտեղ ինչ քննարկումներ կային վիզաների ազատականացման թույլ տալ կամ թույլ չտալու վերաբերյալ։ Ոնց կարելի է սա չնկատել։ Մնացածը արդեն տեխնիկական դաշտում է։ Մի որոշում էլ վերջում է պետք լինելու, բայց ամենակարևոր որոշումը մեկնարկը տալն է, որովհետև դրանից հետո վաղ թե ուշ այդ երկխոսությունը հասնելու է իր տրամաբանական ավարտին եւ վիզաների ազատականացումը տեղի է ունենալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ավարտվեց հարցի քննարկումը։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից